Պետք է աշխատանքի գնաք ոնց։ Այո, Չեն տալիս անցնել։ չէ։ Աշխատանքի շտապող այս կնոջը ոստիկաններն ասում են փակ է ճանապարհը։ Ուշագնաց է եղել հրապարակում զորահանդեսը դիտելու եկած այս քաղաքացին։ Նրան ոստիկաններն են փորձում ուշքի բերել։ Հրապարակ օրաթերթի աղբյուրներով Փաշինյանը մարդկանց ստիպել է մասնակցել մայիսի 28-ի շքերթին, որ բազմամարդ երևա զորահանդեսը։ Սա ուղղակի ցուցամոլություն է, կարող եմ ասեմ։ Այսքան սպառազինությունները որ կար, այսքան ժողովուրդը որ կային, ինչու Արցախը հանձնեցին։ Զորահանդեսը դիտելու եկած որոշ քաղաքացիներ էլ կարծում են, թե ցուցադրված ռազմական տեխնիկաների մի մասը իրական չեն։ Որոշնել են, որ ասում սուվիներ, ուղղակի սուվիներ։ Խաղաղությունը հաստատ, պատերազմել չի լինի։ Բայց ինչից եք ենթադրում, որ խաղաղությունն է, ինչն է ձեզ ներշնչում այդպես, ինչից գիտեք։ Չգիտեմ, չեմ կարող։ Օրինակ այդ քարտեզը ինչա խորհրդանիշ։ Խաղաղություն։ Քարտեզը կարծում Մեր երկրի քարտեզն է։ Զորահանդեսը դիտելու եկած այս տղամարդն էլ իր խոսքով սեփական աչքով է տեսել խաղաղությունը բունկերներում։ Հավանել է նաև ռոբոտանման զինտեխնիկան։ Ռազմավարություններ են անում։ Մարդը պետք է գնա Աստված ջան, մեր ամեն հայրենակիցը անգին է։ Գնա ինչ որ խնդրի ռազգ գա նկարելուց, ինչ որ բան անելուց։ Այդ փոքր շունիկները կեթան, այդ գործը կկատարեն, խելացի ինտելեկտով էլ աշխատում են։ Մեր հայրենակիցները կմնան ապահով տեղ բունկերում, իսկ բունկերները շատ լավն են, ես տեսել եմ անձամբ 5 աստղանի հյուրանոցի նման։ Հայաստանի մանրակերտ քարտեզը կրծքին ամրացրած տղամարդը մայիսի 28-ի ձեռքբերումը համարում է այն, որ այսօր վարչապետին հնարավոր է ձեռքով բարևել։ Կարող ես վարչապետին անձամբ գրել, կարող ես բոլոր նախարարներին անձամբ, իրանք անձամբ կպատասխանեն ու այդ հարցի լուծումները կտան։ Ինչու՞ չէ քաղաքապետին, թաղապետին։ Դա մայիսի 28-ին, այսպես ասած, մեծ ձեռքբերում եք համարում, որ կարող եք գրել վարչապետին։ Իհարկե։ Էջմիածնից Երևան հասած այս կինն էլ չի կարողացել հաճույք ստանալ Փաշինյանի ելույթից։ Ուշացել է։ Էն էլ չհասցրեցի, այս հաճույքից օգտվեի, այս հրաշք հաջողությունները վայելեմ։ Վարչապետի ելույթը լսելը հաճույք է ձեզ համար։ Հաճույք է, այս բոլոր ամբողջ ժողովրդի ուրախությունը հաճույք է։ Լանա Համբարձումյան, Առաքել Օհանյան, Նորա Շարբաթյան և Հարություն Մաթևոսյան, Հայլուր։